Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր ձեզ ուզում եմ ցույց տալ, թե ինչպես ենք վերատնկում գալուբիկաները, քանի որ գարուն է, գարնանը հիանալի ժամանակ է գալուբիկաները վերատնկելու համար։ Իմ հետևորդներից մեկը ինձ հարցնում էր, արդյոք հիմա կարելի է վերատնկել թե չէ։ Ահա տեսեք, մենք պատրաստվում ենք փոքր տարայի միջից, սրա միջից հանել ենք, տեղափոխում ենք մյուս մեծ տարայի մեջ, արդեն պատրաստել ենք հողախառնուրդը, այսինքն գալուբիկայի համար նախատեսված հումուսը։ Սա պարզապես սովորական թթու տորֆ է, որը լցնելու ենք արդեն մեծ տարայի մեջ, քանի որ փոքր տարայի մեջ մեր բույսի արմատները մի փոքր ներքևի հատվածում, այսպես կարող ենք տեսնել, մի փոքր ավելի խիտ էին, խճճված էին, կարելի ասել իրար մեջ։ Հիմա մենք փորձում ենք բացել, որպեսզի նոր արմատներ կարողանա գցել։ Եթե ձեր գալուբիկայի կողային հատվածներում էլ այս հատվածում դուք տեսնում եք, որ արմատները խճճվել են եւ ներս են գործել, ապա նպատակահարմար է, որ այդ հատվածներից էլ փոքր ինչ բացեք, որպեսզի արդեն կարողանա նորից նոր արմատներ գցել եւ արդեն ավելի լավ զարգանալ։ Ահա սիրելի հետևորդներ, հիմա տեսնում ենք տնկման աշխատանքները։ Այսպես նախորդ տարայի չափով նշում ենք տարածքը, որպեսզի տարան հանենք եւ հետո գալուբիկան նրա փոխարեն տնկենք ամանի մեծ տարայի մեջ։ Հիմա տեսեք ինչպես է ընթանում այդ աշխատանքը։ Հավասարաչափ շատ լավ լցնում ենք, պնդասնելով։ Նշեմ, որ հողախառնուրդը արդեն մի փոքր թրջել ենք ջրով, որպեսզի ավելի հեշտ ջուրը ներծծի հետագայում, ներքևի հատվածներում չոր մասեր չմնան։ Հիմա այսպես հանում ենք եւ տնկում ենք այն հապալասը, որը հանել էինք հենց այդ նույն ամանի միջից։ Մի փոքր բացում ենք արմատները եւ այսպես տնկում ենք։ Սրան հաջորդելու է արդեն էտման աշխատանքները, քանի որ ինչպես տեսնում եք նախորդ տարվանից շիվեր կան, որոնք արդեն այս տարի պետք է ձևավորել, սրանց մասին է խոսքը։ Եվ արդեն վերևի հատվածում կծածկենք, այսպես ասած կմուլչապատենք ու այսքանով կավարտենք աշխատանքները։ Այսքանը սիրելի հետևորդներ, հետևեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նաև հաջորդ տեսանյութերը։ Դե ինչ, կհանդիպենք։